Սիրելի հեռուստադիտող 2022 թվականի առաջին կամ Անդրանիկ Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարի հաղորդումը մենք նկարահանում ենք մի գեղեցիկ վայրում, մի ճկնաղ վայրում Արագածոտնի մարզի Ապարան համայնքում Քարանձավ ռեստորանային համալիրում։ Եվ քանի որ սա մեր առաջին հաղորդումն էր կամ Անդրանիկ հաղորդումն է, մենք հյուրընկալվել ենք Անդրանիկին կրկին անգամ մեր բազում հեռուստադիտողների խնդրանքով, որոնց շատ դուր եկել այն ուտեստի պատրաստման ձևը պատրաստում էր քարի վրա, քանի որ Քարանձավը քարի հետ կապ ունի, չէ՞։ Եվ մենք անցած անգամ մտել էինք գետնի տակը, բայց ոչ թե ամոթից, այլ ցույց տալու համար մեր բնության գեղեցկությունները, այս անգամ այդ քարը տեղափոխել ենք այստեղ սրա արդեն գետնի վրա ենք ցույց տալու, որովհետև ինքը Քարանձավը ունի ոչ միայն Քարանձավ որպես դիտարժան վայր, այլ նաև ունի տարբեր սրահներ, որտեղ մենք այս անգամ կպատրաստենք մեկ այլ ուտեստ, կրկին անգամ Անդրանիկի այսպես համով ձեռքով։ Ինչ ենք պատրաստելու։ Այս անգամ կպատրաստենք լոր, բայց ոչ ավանդական ձևով, ոչ տապակած, ոչ խորոված, մենք կպատրաստենք քարի վրա, ինչպես նաև նրա հետ կմատուցենք միրգ։ Նույն ինքը քարի վրա պատրաստվող տապակած, այսպես ասած, միրգ։ Մեր հայկական խոհանոցին մի փոքր համահունչ է, քանի որ մենք սովոր չենք, չէ՞, մսի հետ ինչ-որ քաղցր, միրգ եւ այլն։ Համահունչ է։ Որովհետև մենք խորոված պատրաստում ենք ամեն ինչից, բացի ջրից։ Ջրից։ Այսինքն մենք ամեն ինչով կարող ենք պատրաստել եւ ասեմ ավելին, ոչ միայն սա ավանդական չէ, հենց ամենաավանդականն է, որովհետև այն ժամանակ չի եղել թավա, այն ժամանակ չի եղել։ Ու շամփուր եղել է, բայց արդեն եղել է այսպես փայտից, մասուրից, հոնի ծառից եւ այլն։ Այս դեպքում մենք օգտագործենք որպես խորովածի համար շամփրելու տեղ, կօգտագործենք քարը։ Անմիջապես քարը։ Նախապես մենք հիմա մի փոքր կհամեմենք լորը։ Մինչև կհամեմի մեր Անդրանիկը լորը, ես ասեմ, որ Անդրանիկից աջ գտնում եմ մի այսպես շատ համեղ ուտեստ, որ քարաճիկի թթու է, որ իրենց նույնպես ավանդական ուտեստներից է, որ մատուցում են Քարանձավում։ Գիտեք, որ քարաճիկը ինքը հավի կամ թռչնամսի այսպես կոչված ստամոքսային մասն է, եւ որ ինքը ունի յուրահատուկ համ, ինչպես նաեւ մեր մնացած բոլոր ենթամթերքները, եւ այս ուտեստը նախուտեստը ավելի ճիշտ տվյալ դեպքում, ասեմ, որ հետաքրքիր է եւ խորհուրդ կտայ մեր տնային տնտեսուհիները, ինչպես նաեւ տարբեր այսպես ասած սննդի մատուցման օբյեկտները իրենք նույնպես օգտվեին այս հնարավորությունից, որը շատ կբազմազանեցնի իրենց ճաշացանկը։ Մինչ այդ Անդրանիկը մեր լորին համեմում ենք սոյայի թանձրուկի մեջ եւ ինչպես նաեւ բուսայուղով։ Բուսայուղով, այո։ Լողացնում եմ, մասաժ է անում լորին, որպեսզի բոլոր համեմունքները եւ համային հատկանիշները միսը քաշի իրա մեջ։ Հիմա միսը մարինացում է, մենք վերցնում ենք մեր մրգերը, առաջնահերթ եւ սա մրգից է, որ աճում է Ապարանում, չէ, նարինջը։ Այո։ Ասեմ, որ մեզ այդ մի փոքր հեռու գտնվում է Բաշ Ապարանի պատմական ճակատամարտի վայրը, որտեղ էլ ամփոփված է այդ հերոսներից մեկի մարմինը, դրույթ եւ մենք ունենք այստեղ մի հիասքանչ հուշահամալիր, որ նախագծել է եւ որի ճարտարապետ եղել է մեր փառահեղ ճարտարապետներից մեկը Ռաֆայել Իսրայելյանը եւ ամեն տարի մայիս 28-ին ապարանցիները եւ ոչ միայն ապարանցիները հենց հարգանքի ողջ հայությունը։ Այո։ Հիմա պարոն Խաչիկյան, մենք բնականաբար կվեկալենք մեր կարագը։ Այո, քարը յուղապատում ենք։ Քարը յուղապատում ենք, ավելացնում ենք նաեւ բուսայուղ։ Իմիջած ասեմ բուսայուղի եւ կարագի համադրությունը կամ յուղի համադրությունը բավական հետաքրքիր համ է տալիս։ Քարը ինչպես նկատում եք գետի գլաքար է, պատահական քար չէ, այսպես վերցված։ Գետը, որ հոսում է կողքով, վտակից մաքրամաքուր ջուրը, որ հայտնի է որպես Ապարանի ջուր, չէ։ Այո։ Եվ բոլոր լավ մարդիկ անցնելիս Ապարանի միջով կանգնում են Ապարանի ջուրից խմում են, չէ։ Օգտվում են բնականաբար։ Այո։ Մի փոքր էլ ավելացնենք։ Անդրանիկը հրաշագործի նման
քանի որ նոր տարին հրաշքներ են սպասում, տեսնում եք խաղալիքներ են կախված, որոնք մեզ հիշեցնում են, որ Ամանոր է արդեն։ Այո, այսպես ամանորյա տրամադրությամբ եւ մեր համար ինչ էր ամանորը հնում, ամանորը դա մանդարինի հոտներ, նարինջի հոտներ, դրանց ժամանակ կիվի չկար, որպեսզի ասեմ կիվի հոտներ իմ մանկության ժամանակ, բայց ինքը սովետական միության ժամանակ։ Այո, խորհրդային միության։ Լորը չկար ճիշտ ասած շատ։ Լորը հիմա վայրի էր ելնում այո, վայրի էր ելնում ոչ բոլորի։ Որսից։ Այո, ապարանցիների մոտ կար եւ մենք իրաների մի փոքր ուսանող ենք։ Նախորդ անգամ դու վրցնում էիր։ Վրցնում ենք, չէ, դե սրան վրցնել թե Հիմա չի, քանի որ քանդակում քանդակում ենք։ Այո։ Հիմա այս անգամ քանի վրա քանդակում է Անդրանիկը, չի վրցնում։ Այս մեր քարը ընդունել է այն բազում լավ ուտեստները, որ այստեղ պատրաստվել են եւ համտեսել են բազում լավ մարդկանց կողմից, չէ՞, որտեղ Բնականաբար։ Քարանձավի այսպես նշանաբարն է, որ այստեղ բոլոր լավ մարդիկ կարող են լավ սնվել, լավ հաց ուտել, չէ՞։ Իհարկե։ Իսկ վատ մարդկանց մուտքը արգելված է, չէ՞։ Խստիվ։ Խստիվ արգելված է, այո։ Պատի վրա մի գեղեցիկ նկար ունենք, որ այս հիմնադրի հայրիկն է նկարել ժամանակին։ Այո։ Եվ կուզենայի, որ մեր օպերատորները հետո ֆիքսեին եւ ցույց տային, որտեղ պատկերված է 1915 թվականն է։ Մեծ ջարդը։ Այո, եւ քանի որ 2022-ը ամեն նոր տարիքը սպասումների տարի է, մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը ապրի խաղաղության մեջ, աշխատանքի մեջ, լիության մեջ եւ այս ամենն էլ, որ մենք ցույց ենք տալիս, հենց խաղաղ, լենուբոլ ժամանակների համար է, որովհետեւ դժբախտաբար, երբ որ լինում է խառը ժամանակներ, երբ որ լինում է պատերազմ, լինում է սով, արդեն մարդիկ չեն մտածում կիվի, նարինջի, լորի մասին, չէ՞։ Չեն մտածում դրա մասին։ Հիմա մենք, որպեսզի այս մեր լորը ոչ թե չփախչի, այլ ինքը ավելի քայլ մերձենա, մենք իսա մի փոքր իրան էլի բուսայով կավելացնենք եւ քարով իրան կճզմենք։ Այո։ Նախորդ ուտեստներից մեկը ոնց էր կոչվում, ճզմելու հետ կապված։ Ճմուրը, այո։ Կճմռենք։ Այո։ Ճմռենք, որպեսզի ինքը ավելի Սա տեսեք, մեր ավանդական սթեյքի ապարատն է, այնտեղ այսպես վրան են բերում, մենք էլ քարով ենք վրան բերում, որը ավելի բնական է եւ ավելի լավ ջերմություն է տալիս, բնականաբար եւ ավելի գեղեցիկ տեքստուրա, չէ՞, որովհետեւ դրանց այսպես մի փոքր երկրաչափական մրգերն էլ մի փոքր կճզմենք, որպեսզի եփեն միջև վերջ։ Կամ մրգեր, որ արդեն խնդրը տապակեցինք։ Խնդրը տապակեցինք։ Ճճմրեցինք, արդեն տապակեցինք։ Հիմա մի հատ մենք նորից իրանց պես շրջենք ու նորից քարով Այո։ կճզմենք։ Հրաշալի, հրաշալի։ Համենվում է նախկին ուտեստների։ Անդրանիկը այնպես է անելու, որ մեր ստեղծագործական խումբը չլքի ապարան եւ Քարանձավ ռեստորանը։ Մեծ սիրով կարող եք հյուրընկալել միշտ մեր մոտ։ Ես մտածում եմ, որ այս համալիրին արդեն պակասում է այսպես գիշերակացի տեղերը եւ արդեն ժամանակն է, որպեսզի ունենանք։ Այո, ունենանք, որպեսզի մարդիկ գան վայելեն։ Մեր հայկական ավանդական մրգից կիվին շրջում ենք, իհարկե խաղողի ողկույզները, շատ գեղեցիկ բառ է ողկույզ։ Ինչպես նաև մարզը ինչ է նշանակում արագածոտն, հա, Անդրանիկ։ Անդրանիկին քննություն ընդունենք, էլի, տեսնենք ոնց է։ Այսինքն արագածի ոտքի մոտ, արագածի ստորոտում, չէ՞։ Մենք շատ սիրուն բառ ունենք, կոչվում մասյաց ոտը։ Այսինքն մասիսի ոտքերի մոտ, արագածոտն է արագածի, որովհետև արագածը, ինչպես Ալմազ Վահան, չէ՞, ինչպես ասում էր Ավետիք Իսահակյանը, մեր Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է, անշուշտ հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը, դա մեր Պաշտելի Արարատն է։
Սերի բարեկամներ, ամենահայկական Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում ամենահայկական անունից մեկը կրող Անդրանիկը պատրաստում է ամենահայկական քարի վրա լորը։ Սա ոչ թե թավայ է ներկրված Չինաստանից կամ Իտալիայից կամ Ֆրանսիայից, մաքուր հայկական քարի վրա մաքուր հայկական լորը։ Հիմա մեր լորը պատրաստ է, մենք իրեն հիմա կհավաքենք, այսպես ասած։ Այո, բայց ճիշտ չէ՞ որ Չէ, որ համային բոլոր հատկանիշները միսը իր մեջ ունենա։ Փայլուն։ Մենք քանի որ ինչ ունենք, չունենք երկու հատ է, երկու պետություն, երկու լեզու արևմտահայերեն, արևելահայերեն։ Նույնիսկ մեր երկու կաթողիկոս, չէ՞, նույնիսկ մեր սրբազան սահնն էլ էլի երկու գագաթ ունի, չէ՞, մեծ մասից, փոքր մասից։ Դրա համար մենք երկու լոր պատրաստեցինք, երկու հոգով, երկու մարդու համար, այս ամեն ինչով Չես մեկը կատակում ենք, որովհետև մեր ստեղծագործական խումբը որ հետևում է իրանք է կփորձեն։ բավականին իրանք շատ են մեր երկուսին։ Այո։ Եվ վերջում ավելացնենք մրգային սոուս, որը պատրաստում ենք մենք ինքներս։ Այո։ Եվ ինչ ամոթ մրգային սոուսի մեջ։ Մրգային սոուսը նուր կա, մրգերը տարբեր տեսակի, նաև ոգելից, այսինքն ալկոհոլային հիմք կա մեջը, գինիներ, սպիտակ, կարմիր։ Բարձրության վրա 1000 Առանց ոգելիցի չի լինի։ Նույնիսկ ամառը գալիս են այստեղ խաշուտելը, որովհետև այստեղ ամառ թե ձմեռ միշտ ցուրտ է, չէ՞։ Սառն է, հա։ Բայց այդ խաղողի հատիկները ինչ հատիկները ողկույզները ինչ դրեցին։ ավելացնենք նույնպես։ Այո։ Պարոն Խաչիկյան։ Բողոքում են խաղասերները։ Լավ, դա վերջում։ Դրանք սահում են դրա համար։ Մենք հիմա իրան խաղի ողկույզները սահում են սահադաշտից, որ պատրաստել է Անդրանիկը, չքնաղ արագածոտնի փեշերին։ Մենք քարանձավ հացատան սրահում։ Հիմա մենք կխնդրենք, որ մեզ տան մի փոքր էլ, այսինքն մեջը ավելացնենք ներից սոուսից, թանձրուկից։ Սոս դարուսների համար կասես, հայերեն թանձրուկ։ Այո։ Եվ կխնդրենք մեզ մատուցման ափսե տրամադրեն, որպեսզի համտեսենք մեր ուտելիքը։ Սելի հեռուստատող այս եղանակին, այս վայրում, այս գեղեցիկ հացատանը, այս գեղեցիկ ուտեստի հետ պատշաճ կլինի իհարկե մեր հայկական ավանդական սալորի ինքնաթոր օղին։ Ես հիմա ձեզ կմատուցեմ։ Ինչպես ասում են տնական քաշովին, որը նույնպես իրենք հավաքում են եւ պատրաստում են եւ դրանով մենք կենաց կասենք։ Բնականաբար ես Մինչ այդ որպես նախուտեստ ես փորձեմ քարաճիկը, ոնց են ասում են ջիգեատ ուտեմ, սիրտը ուտեմ, քարաճիկը ուտեմ չեն ասում։ Բայց դեռ ասում են։ Բայց դեռ ասում են։ Ես չխապեմ էր սերիալսատերին, ես նախորդ փորձել դրա համար ասեցի, որ նկարահանման ժամանակ մենք օգտագործենք, իսկ իհարկե լորը չենք փորձել, մա կփորձենք։ Քանի որ ամեն մի կենա ցանկություն է, մեր Անդրանիկ հաղորդումն է, առաջին բանը, որ փորձում են, դա կոչվում է նուբար։ Մենք առաջ անգամ մեր հաղորդման շրջանում լորից պատրաստված ուտեստ ենք պատրաստում եւ 2022 թվականի առաջին հաղորդումն է, թող ում մտքին ինչ լավ բան կա մեր հայ ժողովրդի, թող բոլոր իրականություն դառնա 2022 թվականին։ Անշտին։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Օղին անմահական։ Հիմա մի փոքր ամենադժվար հարցը այս հավի թշնամուսի դեպքում թե ինչպես ուտել։ Մանավանդ մեկի համար, որ ծնվել մեծացել է Աղթալայում։ Եվ այս գեղեցիկ դանակ պատարագ իհարկե մենք օգտագործենք մասնատելու համար։ Ինձ թվում է նաև էսա, պարոն Խաչիկյան, ձեզ լավաշով հենց ավելի տնավարի։ Այո։ Ավելի տնավարի ուտելը ամենաճիշտ, ամենահայկական պատարագ դա լավաշն է։ Լավաշն է, այո։ Տեղափոխում ենք այսպես ձեռքի սահուն շարժումով։ Եվ համտեսեք։ Բա դուք ինչու չեք համտեսում, թե ինչ որ մի բան հետ ինձ դինի, թող ինձ դինի, հետո։ Չէ, ես ուղղակի նես չստացվի որ։
Սիսենց։ Եթե ֆիլմ նկարել ունենք, սա կգրենք վերջը։ Ահա։ Հիմա բայց այստեղ ասենք իսկապես որ շատ համեղ էր եւ կարանք ասենք որ սա հայկական այսպես համբուրգեր էր, որտեղ որ մենք Մսով, մրգով, այո լորա մրգային լորա մրգային։ համբուրգեր։ Իմիջած այդպիսի բույս է կա, չէ՞, լորա մրգի է կոչվում։ Պարզապես այնտեղ ռ եւ ր տառերն է։ Ձեր գնահատականը։ Մեր գնահատականը 5 խաչ։ Եվ ապարանի սուրբ խաչն էլ մեծ թող պահապան լինի, որովհետև ապարանի եկեղեցին սուրբ խաչն է։ Մենք այս օրհնանքով էլ մտնենք 2022 թվական եւ այդպես օրհնանքով էլ վերջացնենք։ Այս գեղեցիկ տրամադրությամբ, այս հաճելի տրամադրությամբ, թող որ 2022 թվականը միշտ մեզ ուղեկցի միայն հաճելի լուրերով, միայն հաճելի ուտեստներով, միայն լավ մարդկանց հետ հանդիպումներով։ Շնորհակալություն ձեզ Անդրանիկ, Աստված առաջ, եթե հեռուստատողները մեկ անգամ եւս այսպես ասած մեզ ցանկություն հայտնեն, մենք ամառը եւս կհյուրընկալվենք, երբ արդեն Համեցեք։ կանաչ գույնի մեջ կլինի, զմրուխտյա կանաչի մեջ կլինի, չէ՞։ Բնությունը արթնացած կեղնի արդեն։ Սերի հեռուստադիտող իր տրամաբանական ավարտի մոտեցավ մեր հերթական հաղորդումը, կհանդիպենք մեկ շաբաթ անց կրկին անգամ ամենաազգային երկիր մեծը հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանց հաղորդաշարի շրջանակներում։